Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողները հատուկ ուշադրության ներքո։ Անմահ գունդ միջազգային շարժումը վերանորոգում ու բարեկարգում է հաղթանակին նվիրված արձանները, որը կառուցվել է տարբեր տարիներին Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով անմահ գունդ միջազգային շարժումը դեռ հունվարին էր նախաձեռնության մասին հայտարարել։ Գաղափարից ի գործ շարժումը շրջայցեր է իրականացնում Հայաստանի բնակավայրերով գնահատելու հուշահամալիրների վիճակը։ Այսպիսի մի մեծ ծրագիր ենք սկսել, որը նաև մեծ դաստիարակչական ծրագիր կլինի մեր երեխաների համար, որտեղ երեխաները նույնիսկ տեղյակ չեն իրենց պապերը ինչ տանջանքների շնորհիվ ինչ հաղթանակներ են տարել։ Մեծ է հայերի ավանդը այս հաղթանակի գործում ԽՍՀՄ հերոսի կոչման է արժանացել 106 հայորդի։ Լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու մարշալ Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այս բարձրագույն կոչմանը։ 27 հայ դարձել է Փառքի շքանշանի ասպետ։ Հայաստանում համալրվել ու ռազմաճակատ է ուղարկվել 6 ազգային դիվիզիա։ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան ազգային կազմավորումներից միակն էր, որը մասնակցել է Բերլինի գրոհին։ Հերոսության վառ ու անմահ օրինակներ շատ կան, իսկ այս նախաձեռնությունը մեր անմահ հերոսներին մեծարելու յուրօրինակ ձև է։ Շատ շնորհակալ եմ։ Ես ուզում որ մենք ենք շնորհակալ, որ մեզ տվել եք հայրենիք։ Մեհեր Ավետիսյանի խոսքով արդեն կա նաև պաշտոնական թույլտվություն կարիքներն ամրագրելու եւ շինաշխատանքները սկսելու համար։ Ընդհանուր ծրագիրը մի քանի տարի կտևի, քանի որ որոշ հուշարձաններ ամբողջական վերականգնում են պահանջում։ Մինչև մայիսին նախատեսվում է վերականգնել 4 հուշարձան։ Գույքագրման աշխատանքները այս պահին իրականացվում են Այնթափքում, Մասիսում եւ Փարաքարում։ Ճարտարապետները պատրաստում են էսքիզներ, որոնք ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարություն։ Հաստատելուց անմիջապես հետո շինարարական ու վերականգնման աշխատանքները կսկսվեն։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։